21 գլխից մի քանի բան ուզում ասեմ, անցած անգամ ասել եմ, նա տեղ կա կիսատ եմ թողել։ Այդ կիսատը լրացնեմ, նոր անցնենք 22 գլխին։ Ուրեմն 21 գլուխը ես հիմա անցածից եմ խոսում, էլի։ Սկսում է ահա նոր երկինք ու նոր երկիր տեսա, որտեղ առաջ երկինքն ու առաջ երկիրը անցան։ Ժողովուրդ, եկեք ընդունենք, որ հենց այդպես է նոր երկինք եւ նոր երկիր։ Մանավանդ Պետրոսի թղթի մեջ, երկրորդ Պետրոս, 3-րդ գլխի մեջ 13 համարում, չէ, մինչև 13-ը, գրված է, որ այս երկիրը պետք է կրակով վառվի եւ բաներ կա պետք է լուծվեն։ Լուծվելը գիտեք ինչ է, շաքարոր գցվեց ջրի մեջ, պետք է վերանան, այսինքն այս երկինքն ու երկիրը պետք է չլինեն, այլ նոր երկինք, նոր երկիր։ Նաեւ ես հասկանում եմ ինչի նոր երկինք եւ նոր երկիր։ Եթե միայն մենք լինեինք, նոր երկինքը բավական էր, որտեղ մենք Եփեսացիների 2-րդ գլխում գրված է, որ մեզ դրեց երկնավորների մեջ Քրիստոսով։ Մենք համարվում ենք երկնավորներ։ Այս պահին մեզ մարմնի մեջ ենք, բայց երբ որ դուրս գանք, մենք երկնավոր ենք։ Հիսուս նայեց հրեշտակների պես ենք լինելու։ Եթե միայն մենք լինեինք, միայն նոր երկինքը բավական էր։ Բայց նոր երկիր նաև, որովհետև նոր երկիրն էլ էր պետք, 22 գլխի մեջ դրա մասին ավելի շատ կասենք, բայց 21-ի մեջ էլ ենք ասել, որ այն ազգերը, այն մարդիկ, ովքեր կրակիլից չեն գցվելու, բայց եկեղեցու մեջ էլ չեն, նրանք նոր երկրի վրա պիտի ապրեն։ Շատերը հենց ստեղից ենքով բոլորը համարում են երկինք։ Չէ, որ Աստված ասում է երկիր, ուրեմն եկեք որպես երկիր էլ ընդունենք։ Պարզապես նոր երկիր։ Բայց դրա վրա չէր իմ շեշտը։ Իմ շեշտադրումը շարունակությունն է։ Եվ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը տեսա, որ երկնքից Աստուծիչներ իր ամուսնու համար զարդարված հարսի պես պատրաստված ու երկնքից մեծ ձայն լսեցի, որ կասեր. ահա Աստծո խորանը մարդկանց մեջ։ Նա այնտեղ պիտի բնակվի եւ այլ։ 9 համարում, չէ 9 չէ, 10-ից մոռացել եմ ակնոցը դնում։ Լավ, 9 համարի կեսից։ Այ քեզ ցույց տամ գառնուկի կինը, հարսը։ Եւ հոգով մեծ ու բարձր լեռան վրա տարավ ինձ եւ ցույց տվեց ինձ Սուրբ Երուսաղեմ քաղաքը, Աստծո քաղաքը, որ երկնքից քիչներ Աստծո փառքը ուներ եւ նրա լուսավորությունը խիստ պատվական էր, նկարագրում է այդ քաղաքը, փողոցները, բանը, հրապարակ եւ այլն։ Ու անցած անգամ բացատրել եմ, որ Աստծո տունը մենք ենք, Աստծո բնակարանը, այդ Երուսաղեմ, նոր Երուսաղեմ, որ գառնուկի հարսն է, գառնուկի կինը, բոլորս գիտեն, գառնուկի կինը եկեղեցին է։ Եվ այդ համարներել ենք ասել, որ մենք որպես կենդանի քարեր մեզանով կառուցում է, մեզանով շինվում է այդ տաճարը, որը եւ ասում է եկեղեցի, եւ տաճար, եւ Աստծո բնակարան, Աստծո տուն, եւ Աստծո ընտանիք, եւ Հիսուսի հարս, տարբեր անվանումներով ասում։ Հիմա, անցած անգամ ես կիսատ եմ թողել, այսինքն տպավորությունն է, որ ոնց որ մենք այդ քարերն ենք, մենք միշտ զգաց քարի պես կայնած ենք, որ մեզանով սարքում է քաղաքը, այդ ոսկուց փողոցները մենք ենք։ Չէ, ուզում ասեմ, սրան բերեք միացնենք այն բանը, որ Հիսուսն ասեց, Հովհաննես 14 գլխում է գրված։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Ապա թե ոչ կասեի, որ գնամ ձեր համար տեղ պատրաստեմ, բայց հիմա ասում եմ, պետք է գնամ ձեր համար տեղ պատրաստեմ եւ այսինքն մենք այնտեղ բնակարաններ ենք ունենալու։ Այս 21 գլխի վերջում ասում է, որ ոչ մեկը չի կարող այդ քաղաքը մտնել, միայն նրանք, ովքեր գառնուկի կյանքի մեջ գրված են եւ հիշում եմ, այդ մասին խոսել եմ, որ դռներ կան, նշանակում է դուրս ու ներս հնարավորություն կա, բայց ամեն մարդ իրավունք չունի, իրավունք ունեն գառնուկի կյանքի գրքի մեջ գրվածները։ Ես հավատում եմ, սա հենց եկեղեցին է։ Որտեղ այս կյանքի գիրք եւ այն ընդհանուր կյանքի գիրքը, որ ասում որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակիլի չգցվեց, սրանք տարբեր են։ Հիմա ուզում ասեմ, եթե դու այդ քաղաքից դուրս եկար եւ հետո հետ գնացիր, այնտեղ պատը չի ծակվում քո տեղը։ Այլ քո բնակարանը այնտեղ մնում է։ Հասկանում ես, այնպես չի որ դու որ դուրս եկար, այնտեղ ինչ որ մի բան պակասում է։
Այսինքն մեր ընդեղ բնակարան ունենք, մենք մերկ չենք, հագուստ ունենք, մեր արդարությունը սուրբերի հագուստն է եւ այլն։ Պարզապես այդ քաղաքը փողոցը, հրապարակը, տունը, պարզապես մեզանով է քաղաք։ Պատկերացնում ես, այդ մի բնակավայր ոչ մի մարդ չլինի, դատար կլինի, չես ասի քաղաքը։ Իսկ նոր Երուսաղեմը մեզանով է լիքը։ Եվ բոլորի վրա մեր անունն է։ Մեր վրա էլ Աստծո անունն է։ Հասկացաք ինչ եմ ասում։ Այսինքն մեզանով է կառուցված, բայց մենք Կրիայի տունը իր մեջտինն է, չէ՞։ Բայց մեր տունը մեր մեջտին չէ, մեր տունը այդ քաղաքի մեջ մնալու է, մենք դուրս ու ներս ենք անելու։ Հասկացեք այսքանը։ Չեմ պարտադրում հասկանաք, մարդիկ կան դժվար են հասկանում, դժվար ասենք ոչ թե դժվար հասկանալի է, մարդիկ կան, ասենք, չեն կարող պատկերացնել դեղ։ Այնքան բան կա, բոլորս չեն կարող պատկերացնել։ Բայց 22 գլխի մեջ արդեն որոշ բաներ կասեմ, որովհետեւ ավելի կամրապնդվի։ Եկեք 22 գլխի առաջի համարից սկսենք։ Եվ ինձի կյանքի ջրի մի ջետ ցույց տվեց ակնվանի պես պայծառ, որ Աստծո ու գառնուկի աթորից կելներ։ Եվ այն քաղաքի հրապարակի մեջ ու այն ջետի մեկ կողմից ու մյուս կողմից կենաց մի ծառ կար, որ 12 կերպ պտուղ կբերեր։ Բերեք մի հատ առաջի համարի վերաբերյալ մի քանի բան ունեմ ասելու, նոր կանցնենք երկրորդ համարին։ Կյանքի ջրի ջետ ցույց տվեց ակնվանի պես պայծառ, որ Աստծո եւ գառնուկի աթորից կելներ։ Սրա համար ես մի քանի համարներ եմ բացել, գրել։ Հովանու ավետարան, չէ, սկիզբ բերեք Եզեկիելի մարգարեության 47 գլխի, Եզեկիելի մարգարեության 47 գլխի 1-ից 12 համարներում մի բան է գրված, ես այդքանից մի փոքր մաս եմ հանել, ասում եմ, որ էլի Աստծո սրբարանից ջետ էր դուրս գալի, եւ այդ ջետը ուր գնար, այնտեղ բժշկություն էր անում։ Որտեղ այդ ջետը հասնում էր, այնտեղ բժշկում էին։ Արդեն հասկանում եք, այդ ջետը Աստծո, հեսա Հովանն էլ որ ասեմ, Հովանու ավետարան 7-րդ գլխի 37-ից 39 համարները, Հիսուս որ ասեց, տոնի վերջի մեծ օր Հիսուս կանգներ կաղաղակեր ու կասեր, ով որ ինձի հավատա, ինչպես Գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրի ջետեր կբխեն։ Եվ շարունակության մեջ ասում է, սա ասեց Սուրբ Հոգու համար։ Դեռ Սուրբ Հոգին չէին ստացել, այսինքն ով որ Սուրբ Հոգին ստանա, Սուրբ Հոգուց այդ կենդանի ջրի ջետերը կբխեն։ Այստեղից հասկանում ենք, որ այս ջետը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգու կենդանի ջուրն է։ Եվ ստեղից մի բան եմ ուզում ասեմ։ Պաստորեն ընդեղ քարացած վիճակ չի, ընդեղ շարժ կա։ Սուրբ Հոգին միշտ շարժ ունի։ Սուրբ Հոգին միշտ շարժվում է։ Եվ Սուրբ Հոգին ուր գնաց, այնտեղ բժշկություն անում։ Ուր գնաց, այնտեղ կենդանացնում է։ Այդ Եզեկիելի մարգարեության մեջ ես էլ ասում, միայն բժշկություն չի, ասում է կենդանանում են։ Ամեն շարժուն կենդանի պիտի ապրի։ Նենց որ այդ շարժը, այդ Սուրբ Հոգու ջետը միշտ լինելու է։ Ինչպես հիմա մեզ Սուրբ Հոգին է կենդանացնում։ Մեզ Սուրբ Հոգին է զորացնում, մեզ Սուրբ Հոգին է բժշկում եւ Սուրբ Հոգին շարունակելու է այդ իր կենդանության աշխատանքը միշտ անել։ Եթե այսքան վերաբերյալ բան ունեք, համեցեք ասեք։ Դե բերեք շարունակենք։ Երկրորդ համարը, ուրեմն ընդեղ գրում եք, երկրորդ համարը կարդացինք։ Այն քաղաքի հրապարակի մեջ հրապարակել ուներ, ու այն գետի մեկ կողմից ու մյուս կողմից կենաց մի ծառ կար, կյանքի ծառ, որ 12 կերպ պտուղ կբերեր։ Ուրեմն մի թարգմանություն կա իմ մոտ, որի մեջ այս ցեվով չէ գրված, որի մեջ գրված է հրապարակում կենաց ծառ կար, որի աջ կողմով ու ձախ կողմով հոսում էր գետը։ Այսինքն, ստեղ ոնց որ գետի կենաց ծառ մի հատ ասում, բայց մի հատ են կողմ, մի հատ են կողմ։ Բայց այդ թարգմանության մեջ ասում մի հատ կենաց ծառ, որի երկու կողմով գետը անցնում է։ Ես դա ավելի տրամաբանական եմ համարում։ Հասկանում եք, չէ՞։ Մի հատ է կենաց ծառը։ Կյանքի ծառը մի հատ է։ Գետը երկու կողմով գնում է, ոնց որ այդ ծառը կղզյա կլինի, էլի, գետի մեջ։
Դեսի պարզապես տրամաբանական, թե չէ այդ երկու կողմներն էլի Աստծու մոտ աննարին բան չկա։ Բայց տեսեք շարունակությունն է ինձ հետաքրքիր եւ շարունակության համար եմ ուզում բան ասել։ Ուրեմն 12 այդ ծառը 12 կերպ պտուղ կբերեր, ամեն ամիս իր պտուղը կտար։ Ամիսը մեկ պտուղ է տալի։ Եվ այն ծառի տերևները, այս թարգմանության մեջ գրված է հեթանոսներին բժշկություն, բայց թարգմանություններ կա, որ ասում է ազգերին կամ ժողովրդի, ռուսերենում նարոդի։ Բժշկություն կլինի։ Այլևս բնավ նզող պիտի չլինի, նրա մեջ պիտի լինի Աստծո ու գառնուկի աթոռը, նրա ծառաները պիտի պաշտեն նրան, նրա երեսը պիտի տեսնեն ու նրա անունը իրենց ճակատների վրա պիտի լինի, այնտեղ այլևս գիշեր պիտի չլինի եւ ճրագ ու արևի լույս պետք չի, քանի որ Տեր Աստված պիտի լուսավորի նրանց եւ հավիտյանս հավիտենից պիտի թագավորեն։ Սրանով Հովհաննեսի տեսիլքը ավարտվում է։ Բայց մի բացատրելու բան ունեմ։ Մեկ գլխի վերջը, անցած անգամ որ խոսացել ենք, վերջի համարը, 27 համարը, ասում որ այնտեղ բնավ անմաքրություն պիտի չմտնի, ոչ էլ պղծություն, ստություն գործող, հապա միայն նրանք, որ գառնուկի կյանքի գրքի մեջ գրված են։ Այսինքն, այդ քաղաքի մեջ ել ու մուտ կարող են անել միայն նրանք, ովքեր ասենց ասում, այդ քաղաքում գրանցված են։ Այսինքն գառնուկի կյանքի մեջ գրված մարդիկ։ Դրսի մարդը չի կարող մտնել, բայց ներսի մարդը կարող է դուրս գալ։ Ես հիմա ասենց եմ հասկացել։ Դե դրանից վերև ասում է, թագավորները իրաց փառքը պիտի բերեն Աստծուն։ Մեր համար գրված է, որ մենք այդտեղ թագավորելու ենք։ Բայց միայն թագավոր չէ, նաև քահանա։ Եվ եսի բացատրել եմ ես։ Քահանանովա, քահանան է, որ Աստծուց վերցում տալիս է մարդկանց համար էլ բարեխոսում է Աստծու։ Աստծո եւ մարդկանց միջև այդ կապը, բարեխոսը, այդ կամուրջը։ Եվ քահանայական թագավորությունը ասում ես։ Հիմա մենք ինչ ենք անելու, ժողովուրդ, այնտեղ մենք պարապ չենք նստելու, մենակ վայելենք։ Մենք շատ ծավալուն գործ ունենք։ Մեզ ծավալուն գործը այս կարդացածս տեղերից մի րոպե տնամ ստեղ։ Լավ։ Այս կարդացած տեղերից այդ ծավալուն գործը ներկայացնեմ։ Սկսեմ 20 գլխի վերջից, վերջի դատաստանի, որ ով կյանքի գրքի մեջ գրված չգտնեցավ, գրակի լի չգցվեց։ Բայց դրանից վերև ասում է, որ գրքեր են գրվել, այդ գրքերի գրվածներով մեռելները դատվեցին։ Ես պարզապես հիշեցնում եմ, որ ժողովուրդ, մենակ մենք չենք ապրելու հավիտենական կյանքի մեջ, տիեզերքում մենակ մենք չենք լինելու։ Հավատում ենք, որ Աստված սեր է բոլորի համար։ Ես հավատում եմ, ես ինչ որ ասում եմ, էլի միշտ ասում եմ, մի լուսամուտ թողում եմ, 100%-ով չեմ պնդում, բայց եթե համոզված չլեմ, չեմ ասի։ Ինչ որ ասում եմ, ես համոզված եմ դրա մեջ։ Ձեզ չեմ պարտադրեմ համոզեք, բայց ես համոզված եմ, որ մի քանի մարդկանց տեսակ կարող եմ ասել, տեսակ թե մակարդակ, որոնք եկեղեցու մեջ չեն, բայց ոչ էլ կրակի լիճ են գցվելու։ Այն անգամ ասել եմ, առաջ Կորինթացիների 7:14-ում, որ այն երեխեքը, որ ծնվել են հավատացյալից, այսինքն սուրբից, նրանք սուրբ են համարում, բայց այն երեխեքը, որ ծնողների երկուսն էլ սուրբ չեն, այդ երեխեն Աստծո առջև սուրբ չի համարվում։ Այսինքն եկեղեցու մեջ չի, Քրիստոսի հարցի մեջ չի, բայց այդ երեխեն ինչ է արել, որ գցվի կրակի լիճը։ Այսինքն դենք մի հատ մակարդակ կա, որոնք կրակի լիճ չեն գցվում, ոչ էլ եկեղեցու մեջ են։ Այս մարդիկ պիտի ապրեն։ Այդ երեխեքը, որ ասում եմ, բոլոր աբորտ արված երեխեքը այդ բանի մեջ են։ Հին ժամանակ վիժածը ասում, ժողովողի մեջ էտիկա, վիժածը նրանից լավ է։ Բայց հիմա էլ աբորտն է, վերջը։ Այսինքն, տեսեք մի մակարդակ կա, որ այդ հոգիները կան, այդ աբորտ արած որ ասում, այդ հոգիները կան, Աստծո առջև կան, բայց նրանք վատ բան չեն արել, որ կրակի լիճ գցվեն, բայց ոչ էլ սուրբ են, որ եկեղեցու մեջ չեն։ Նրանք պիտի ապրեն։ Բայց բացի նրանցից, ժողովուրդ, եկեք ընդունենք,
որ սովորական այս անհավատ մարդկանց մեջ շատ նորմալ մարդիկ կան։ Մարդիկ կան խղճով են, բարի են, լավություն անող են, կան թե չկա ժողովուրդ։ Ես շատ եմ տեսել նման մարդ։ Շատերի մասին լսել եմ։ Այնպես չի էլի, որ մենակ մենք ենք։ Հələ խոսքը մեր մեջ գրած Աստված հետիններին ընտրեց։ Մեզից լավերը մնացել են դեռ։ Հիմա այս մարդիկ ճիշտ է չեն ապաշխարել, բայց ոչ էլ ների նման կյանք են ապրել։ Հռոմայացիների 2-րդ գլխի 16 համարում գրված է. նրանք ճիշտ է Սուրբ Հոգին չեն ունեցել, Աստծո օրենքը չնդեղ Աստծո օրենքն ասում, չեն ունեցել, բայց իրանց խղճմտանքով վարվելով նրանք հրյայից լավ կյանք են ապրել։ Հռոմայացիների 2-րդ գլխի 16 համարում է գրված։ Հիմա այդ մարդիկ էլ կրակի լիճը չեն գցվելու։ Այդ մարդիկ ինչ որ որոշ սխալներ արել են, հատուցել են, դուրս են գալու, նրանք էլ են ապրելու։ Եվ այսպես բավականին մեծ բազմություն կա, որ ապրելու է։ Հիմա նրանք որ ապրելու են, հենց այնպես միայն չեն ապրելու, նոր երկրի վրա իհարկե։ Մեր գործը էսա։ Մենք մեր քաղաքից, այս Երուսաղեմ քաղաքից դուրս ենք գալու, այս մարդկանց բաներ ենք սովորացնելու, նորից հետ ենք գալու մեր տեղը։ Մենք այն մարդկանց, այն մարդիկ մահացել են առանց Աստծուն ճանաչելու։ Այն մարդիկ այս աշխարհից գնացել են առանց Աստծուն ճանաչելու։ Ընդեղ մենք ծառայություն ունենք այս մարդկանց ճանաչեցնել Աստծուն։ Հասկանալի ասեցի։ Այս մարդկանց պետք է ճանաչեցնենք Աստծուն։ Մենք մեծ ծառայություն ունենք։ Եվ այստեղ որտեղ էր գրած կենաց ծառի վրա իշխանություն ունեն միայն այս Հիսուսի հարսի եկեղեցու անդամները։ Բայց այդ մարդկանց համար այստեղ մի հատ տակիր բան է գրած նոր կարդացի։ Այդ ծառի տերևները այդ ազգերին բժշկություն կլինեն։ Այսինքն այս մարդկանց այդ աշխատանք ենք տանելու եւ տեսնենք ովքեր արժանացան, ովքեր մեր տրած աշխատանքը կարողացան ընդունել։ Մի հատ այդ ծառի տերևից տանենք։ Պտուղ չէ, պտուղը միայն մեզ է հասնում, նրանց չի հասնում։ Տերևից տանենք այս մարդկանց համար բժշկություն։ Ծիծաղում եմ, բայց Աստված ասում է, տերևները այդ ազգերի համար բժշկություն առնել։ Մենք պտուղն ենք ուտելու, տերևը տանելու ենք այս մարդկանց համար բժշկություն։ Այսինքն դեռ այս մարդկանց ապրած կյանքի մեջ փոփոխություններ առնելու մեր աշխատանքով, մեր ծառայություններով։ Այսինքն մենք որ քահանա եւ թագավոր ենք, մեր քահանայություն, թագավորություն ինչու՞ պիտի կայանա։ Այս մարդկանց թագավորը իր այդ ժողովրդին պիտի պահի, պիտի առաջնորդի, պիտի զորացնի եւ այլ։ Մենք այդ ծառայությունը պիտի անենք, այդ ժողովրդի համար հոգանք, ինչ հոգանք, որ այս մարդիկ գնալով ավելի լավ ճանաչեն Աստծուն եւ հիմա թե ինչ աճ ալնելու, ինչ չափ ալնելու, քանի որ գրված ես ինձանից որևէ բան չեմ ուզում հնարեմ։ Բայց այս գրվածների հիման վրա ես այսքան ասում եմ։ Կրկնում եմ, ձեզ չեմ պարտադրում էսի 100%-ով ընդունեք, բայց ես համոզված եմ դրա համար էսի ասում եմ։ Նաև ստեղ երկու բան կա։ Ուրեմն նրա մեջ պիտի լինի Աստծո գառնուկի աթոռը, իմ կարդացածն եմ նորից կարդում, նրա ծառաները պիտի պաշտեն նրան, դա մենք ենք, նրա երեսը պիտի տեսնեն ու նրա անունը իրենց ճակատների վրա պիտի լինի։ Ուրեմն այն ովքեր որ ծառայում են, այսինքն եկեղեցին, որ այդ նոր Երուսաղեմն է, որտեղ Աստված է բնակվում, Աստծո անունը մեր ճակատներին պիտի լինի։ Անուն ես չեմ կարծում, մի հատ անուն է գրված Եհովայի վկաների ասացի նման։ Այլ Աստծո փառքը, Աստծո լույսը, այսինքն մեզ տեսնողը պիտի իմանա, որ մենք Աստծո մոտից ենք եկել։ Ոնց որ Մովսեսը լեռից որ եկավ, բոլորը տեսան, որ նա հանդիպել է Աստծուն։ Աստծո այն հանդիպածի հետքը իր ճակատի վրա, իր երեսի վրա կար։ Մենք այդ դրանով պետք է ճանաչվենք որպես Աստծո կողմից ուղարկված Աստծո դրած թագավորներ ու քահանաներ։ Այսինքն մենք իրանց նման չենք լինելու, մենք լինելու ենք ոնց որ մի հրեշտակ գա ստեղ գործի։ Բոլորս կտենանք, որ էսի հրեշտակ է։ Մենք այս Աստծո անունը մեր ճակատին, սա մեր
իշխանություն ասեմ, թե մեր որոշիչ բանն է։ Ոնց որ միլիցիայի հագուստը, չէ՞, այդ հագուստներն բոլորը ասեն գիտեն ով է։ Էդի մեր հագուստ չէ, մեր որոշիչ, թե մենք ով ենք։ Մեր որոշիչ հատկությունն է, վերջը։ Ուզում ասեմ, մենք ազատ ելումուտ ունենք։ Մեր առաջ դռները չեն փակելու։ Այն ռեշտակները դռները կայնած են, մեր առաջ չեն փակելու, բայց նրանց առաջ փակվելու է։ Կարդացինք, նրանք իրավունք չունեն, ուրիշ ոչ մեկ իրավունք չունեն քաղաքի ներսը մտնելու։ Բայց միայն նրանք, ովքեր գառնուկի կյանքի գրքի մեջ գրված են, նաև ում ճակատին Աստծո այդ անունը, Աստծո փառքը կա։ Դե այսքանի համար ինչ է պետք մեզ, պետք է լավ ապաշխարել, սրտանց ապաշխարել, ոչ մի կաթիլ, ոչ մի մաս չմնա։ Նաև, քանի որ մենք այնտեղ ծառայելու ենք, ստեղից պիտի սկսենք մեր ծառայությունը։ Ես մի հատ բան ասեմ։ Երեկ եմ կարդացել մի տեղից, մի մարդ վկայություն էր տալի, մի եկեղեցուց գնացել էր, հյուր էր գնացել մի եկեղեցի, ոչ թե կարդացին, այլ տեսա էլ այդ կադրները։ Եվ իր վկայության մեջ այդպես բան ասեց։ Ինքը մի քիչ ավելի երիտասարդ էր, մի հատ իրանից տարիքով մեծ եղբոր հիվանդ էր այդ եղբայրը, գնացել էր այդ եղբոր այցելության, ասում եմ ահվան անկորնում էր, էլի, այսինքն ինքն էր հասկանում, որ էլ չի առողջանալու։ Ասում եմ այդ հիվանդ եղբայրը ինձ ասեց մի հատ լուսամուտից դուրս նայի։ Ասում եմ նայեցի, իր այգին էր։ Խնամված, տեղը տեղին, ոչ մի պակաս բան չկար, ճանապարհները բետոնով սարքած, այդ թփերը հավասար կտրած, եւ այլն ամեն բան տեղը տեղին։ Այդ հիվանդ եղբայրը ասել էր, իմ ամբողջ կյանքը նվիրեցի այս այգին սարքելու, մշակելու, բայց հիմա հասկանում եմ, որ իզուր է եղել, թողում եմ այդ։ Ընդեղի համար փոխանակ ստեղի համար գործեցի։ Ճիշտ անունով հավատացյալ էի, բայց ես գործեցի ստեղի համար։ Իմ, ոնց ասեմ, հաճույքի համար, մարդկանց ցույց տամ իմ գործը եւ այլն։ Բայց շատ եմ փոշմանել, Երանին դեղի համար գործեի։ Եվ ես երիտասարդ եղբայրը, որը գնացել էր այցելության, ասում եմ հենց այդտեղից միանգամից ազդվեցի, եկա ընտանիքից վերցրեց եւ գնացի միսիոներական ծառայության։ Գնացի Ալտայսի կրայ, որտեղ ասում եմ սարերում փոքր գյուղերում մարդիկ ապրում էին, Հիսուսի մասին բացարձակ չէին լսել։ Ես սկսեցի ծառայել, չեմ հիշում 3 տարվա թեժքանի մեջ արդեն 60 հոգյանոց եկեղեցին հիմնվել էր։ Այդ 60 հոգու փրկություն ավելի մեծ գործ էր, քան թե 60-ը տենց այգի սարքեիր։ Ես ուզում ասեմ ազդվեք այս խոսքից։ Եվ մանավանդ հայրի մեջ շատ եմ տեսել։ Մեր բարօրության, մեր ամոթի, մեր անունի համար, մեր հաճույքի համար այնքան բաներ կանենք, այնքան ժամանակ կծախսենք, այնքան փող կծախսենք, այնքան բաներ կանենք, բայց որ դրա փոխարեն կարելի էր հոգիների փրկության համար ծառայել։ Փառք Աստծուն, որ մենք փրկված ենք։ Ոմանց ծառայությունով մենք փրկվել ենք։ Մեր ծառայությունով էլ էլի մարդիկ կան, որ պետք է փրկվեն։ Ժողովուրդ, բաներ կա մեր հետ չենք տանելու, բայց բաներ կա ընդեղ մեր առջևա դրվելու։ Եկեք հենց հիմիկվանից որոշենք։ Միայն սուրբ ապրելը քիչ է, նաև պետք է ծառայել Աստծուն։ Նաև պետք է Աստծուն ծառայել։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Եթե բան ունեք այսքանի վերաբերել համեցեք ասեք։ Դե, այս 5 համարով Հովհաննեսի տեսիլքը ավարտվեց։ Նորից եկավ արդեն երկրային վիճակ։ Տեսիլքը ավարտվեց, հրեշտակը ասեց ինձ, այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ եւ Սուրբ Մարգարեների Տեր Աստվածը իր հրեշտակ ուղարկեց իր ծառաներին ցույց տալու ինչ որ շուտով պիտի լինի։ Ահա ես շուտով կգամ Երանի նրան, որ կպահի այս գրքի մարգարեության խոսքերը։ Միջալոց մեկը հաշվել էր, որ այս հայտնության գրքի մեջ 7 Երանի կա, եսի արդեն 6-րդ Երանին է։ Եվ ես Հովհաննեսս լսեցի ու տեսա այս բաները, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագություն անեմ այն հրեշտակի ոտքերի առջև, որ այս բաները ինձ ցույց կտար, բայց նա ասեց ինձ. զգուշացիր, մի արա, որտեվ ես քո եղբայրների, մարգարեների եւ այս գրքի խոսքերը պահողների ծառայակիցն եմ, Աստծուն երկրպագություն արա։
Եվ ասեց ինձի. այս գրքի մարգարեության խոսքերը մի կնքիր, որտեղ ժամանակը մոտ է։ Կնքելը գիտեք, կնքվածը բացել չի լինում, բայց որ չի կնքում, արդեն բացել, այսինքն կարդում ենք Սուրբ Հոգին հասկացնում է եւ այլն։ Հիմա 11 համարը։ Այն, որ անիրավություն կանի, թող դարձյալ անիրավություն անի կամ ավելի խորանա։ Այն, որ աղտոտ է, թող աղտոտ լինի։ Այն, որ արդար է, թող արդար լինի եւ այն, որ սուրբ է, թող սուրբ լինի։ Ես մի քանի համարներ եմ դուրս բերել սրա վերաբերյալ։ Եզեկիել 3:27 Աստված Եզեկիելին ուղարկում է Իսրայելի ժողովրդին խոսելու, ասում է. դու խոսիր, լսողը թող լսի, չլսողը չլսի։ Ժողովուրդ, Երանի ում հետ խոսանք հավատա, բայց ցավոքը դες չի։ Ցավոք ոմանք չեն հավատում։ Ես ինչ որ ասում, կարծում դուք բոլորդ էլ այդ բանով անցել եք։ Մարդ կա, որ խոսում ես, խոսքը ինչ որտեղ գտնում է։ Մարդ կա, ոնց որ պատը լի այդ մարդը։ Ոչ հա, ոչ չէ, ոչ մի բան։ Բայց մարդ կա, սկսում հակառակվել։ Իր մեջ մի հատ բորբոքում առաջանում։ 3 տեսակի մարդիկ ասի։ Ընդունող, պատ, կներեք որ պատ ասի, այսինքն ոչ մի բան։ Եվ հակառակվող։ Դե ընդունողի համար հասկանալի է, փառք Աստծուն ընդունողների համար, եւ ընդունողները դե աշխատանք տանենք այնքան, մինչեւ իրանք հանդիպում ունեն Հիսուսի հետ։ Այդ պատերը հիմա չգիտեմ, արդեն մեր գործը չի, այն հակառակողների համար մի բան եմ ուզում ասեմ։ Ստեղից հետ ասում, ով որ հակառակվողա, թող իր հակառակության մեջ մնա։ Մինչեւ Հիսուսի գործունեությունը սկսելը քահանայապետները, փարիսեցիները, դպիրները ժողովրդի մեջ ճանաչված էին որպես սուրբ մարդիկ։ Բոլորը նրանց համար հասկանում են, որ սրանք Աստծո մարդիկ են։ Բայց Հիսուսի գործունեության ժամանակ պարզվեց, որ այդ սուրբ մարդիկ նախանձով լցված են։ Որ այդ սուրբ մարդիկ եւ սուրբ չեն։ Եվ այս մարդիկ փոխանակ ապաշխարելու ավելի խորացան իրաց նախանձի մեջ։ Գալի պատմում էին, որ այսպիսի հրաշք արեց, իրանց աչքի առջև չորացած ձեռքը բժշկվեց եւ այլն։ Փոխանակ ծունջի գային Աստծո առջև, հելնում որոշում էին ոնց սրա վերացնենք։ Եվ վերջը խաչել տվեցին զուտ իրանց նախանձից։ Նույնիսկ եկան հարության լուրները իրանց ասեցին, դրանից հետո էլ էս մարդիկ, այսինքն ստե որ ասում են ամբարիշտները էլ ավելի ամբարիշտներ են, ոմանք իրանց ամբարիշտությունից չեն ուզում դուրս գան։ Ես ասում եմ դու դրանց գործ չունես։ Դու խոսի, լսողը թող լսի, չլսողն ստե ասում է որ մի կնքի, այն որ անիրավություն անում թող անի, այն որ կեղտոտ է թող կեղտոտել մնա, բայց ով որ արդար է թող ավելի արդար լինի։ Բայց էլի համար եմ դուրս բերել։ Դանիելի մարգարեության 12:10 Շատերի պիտի մաքրվեն, բայց ամբարիշտները կշարունակեն ամբարիշտությունը։ Ամբարիշտները չեն հասկանա, հապա իմաստունները կհասկանան։ Այստեղ մի բան ասեմ։ Ամբարիշտը չի հասկանա։ Բայց սրա վրա մի քիչ հետո կանգ առնեմ, հա, հələ մի տեղ էլ կարդամ։ Երկրորդ Տիմոթեոս 3:13 Բայց չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ պիտի առաջանան, մոլորեցնելով ու մոլորվելով։ Չարության մեջ պիտի առաջանան։ Աստված ասում։ Ուրեմն Երեմիայի մարգարեության 17:10 Չէ, ես արդեն 12 համարի վերաբերել, բայց ուզում 11 հետ էլ կապեմ։ Ես արդեն ուրիշ տեղ եմ կարդում։ Աստված թույլ է տալու, որ նրանց գործերը պտուղ տան, որպեսզի հատուցումը արժանի լինի։ Հիմա 12 համարը կարդամ, նույնիսկ Երեմիա մարգարեությանը կարդամ։ Ահա ես շուտով կգամ, եւ իմ վարձքը ինձ հետ է, ամեն մեկին իր գործի համեմատ հատուցանելու։ Ուրեմն Երեմիա 17:10, ես շուտ էլի ասել եմ ստեղ։ Ես սրտերը կքննեմ եւ կփորձեմ, որպեսզի մարդուն իր ճամփաների համեմատ ու իր գործերի պտուղի համեմատ հատուցում անեմ։ Դե հիմա ամփոփեմ ինչ եմ ուզում ասել։ Մենք ինչքան է եղել, որ ասենք մեկը սխալ բան անում, ասում ենք մի հատ, օրինակ իմ ձեռները այդ մարդուն անմիջապես կանգնեցնեի։
անմիջապես պատիժը կտայի, հենց սխալի վրա միանգամից, բայց պատահամարդը սխալ անում և ոչ մի բան, շարունակում ավելի մեծ սխալ անում, օրինակ հենց այդ քահանայապետներին, Աստված չէր կարել կեսից մի բան աներ, բայց թույլ տվեց, որ նրանք մինչև վերջ էթան։ Հիմա, ստեղ մի բան կարդացինք, Հիսուս նայեց, ահա ես գալիս եմ, իմ վարձքը ինձ հետ է։ Ես վերաբերում եմ նաև այն 20 գլխին, որ գործերի համեմատ հատուցում արեց, դրանից առաջ սուրբերին, որ հարություն տվեց, մեզ վարձ կա տալի, ոմանց հավիտենական կյանքի վարձ, ոմանք այդ նոր երկրի վրա, այդ ժողովուրդը մի մակարդակի չեն լինելու, ընդեղ էլ շատ մակարդակի են լինելու։ Սուրբերն էլ այդ նոր Երուսաղեմի մեջ մեր բոլորս նույն մակարդակի չենք լինելու։ Տարբեր մակարդակ, հիշում եք Հիսուս նայեց մեկին դու 10 քաղաքի վրա իշխանություն ունեցին, մեկին 5 քաղաքի վրա, մենք տարբեր մակարդակ ենք լինելու։ Այդ մարդիկ, որոնք Աստծո հետ չեն, Երուսաղեմից դուրս են, որոնց վրա մենք աշխատենք, դրանք էլ նույն մակարդակի չեն։ Դրանք էլ տարբեր մակարդակ են։ Հիմա ամեն մեկին իր վարձքը տալիս է, բայց այդ վարձքը ոնց է տալի Աստված։ Աստված ունենց անելու, որ երբեք որևէ մեկ իրեն չկարողանա մեղադրել։ Աստված քննում է։ Ես սրտերը կքննեմ, կփորձեմ, որպեսզի մարդուն իր ճամփաների համեմատ ու իր գործերի պտուղի համեմատ հատուցում անեմ։ Աստված թույլ է տալի ամբարիշտը իր ամբարիշտությունով շարունակի, կեղտոտը էլ ավելի շարունակի, արդարության մեջ խորանա, սուրբը սուրբության մեջ, որ իր այդ հատուցումը արդար է։ Որ ոչ մեկը չկարա բողոք, ինձ ինչի այսպես արեցիր, որ ամեն մեկին իր գործերի համեմատ է տալու։ Եվ նաև հնարավոր է ամբարիշտը ապաշխարի, հնարավոր է թե չէ, հնարավոր է կեղտոտը մաքրվի, բայց հնարավոր է սուրբն էլ հանկարծ ընկնի։ Ուզում ասեմ դրա համար Աստված միանգամից չի անում, Աստված երկարամտորեն ամեն մեկին փորձում է, քննում է, տարբեր միջոցներով, տարբեր իրավիճակներով անցկացնելով, որ սրտի եղածները ճիշտ դուրս գա, ճիշտ երևա եւ ինքը դրա համեմատ հատուցում անում։ Դրա համար Աստված ում ինչ անում է, ոչ ոք չի կարող ասել Աստված սխալեց, Աստված ճիշտ է։ Որտեղ Աստված սրտերը քննում է։ Ամեն։ Քննում է սրտերը նոր անում։ Նեզոր եթե քեզ էլ մի բան պատահում է, Աստծուն հանդարտ չմեղադրես։ Աստված գիտի դու էլ ինչ պետք է։ Գիտի խրատի տեղը, գիտի օրհնության տեղը, գիտի բարձրացնելու տեղը եւ այլն։ Ինչ որ անում Աստված ճիշտ է։ Ես եմ Ալֆան ու Օմեգան առաջին վերջինը սկիզբ է վարժանը, երանելի են նրանք, որ նրա պատվիրանքները կպակատարեն, որպես իշխանություն ունենան կենաց ծառի վրա եւ դռներից ներս քաղաք մտնել։ Արդեն 21 գլխից ասես աստորել է, ստեղ մանիվա չգտեն ժամանակ։ Նրանք իշխանություն ունեն կենաց ծառից ուտելու եւ այդ քաղաքի ներս մտնելու, ովքեր հիմա նրա պատվիրանքները կատարում են։ Հիմա է այս վաստակելու ժամանակը։ Հետո մենք չենք կարող վաստակել։ Հիմա պետք է վաստակենք ընդեր ներս մտնելու եւ քաղաքի ծառից ուտելու իրավունքը։ Հիշում եք եկեղեցիների պատգամի մեջ կա, չէ՞, ով որ հաղթի, նրան իշխանություն կտա կենաց ծառի վրա ներս ուտելու։ Հիմա ասում է երաններով ով կպահպանը, որոնք նրա պատվիրանքները կատարեն, որպեսզի իշխանություն ունենան։ Այսինքն այդ բանը ընդեր չի որոշվել, բան հիմիկվանից է որոշվել։ Մենք հիմիկվանից ենք այդ իշխանությունը ձեռք բերում։ Աստվածը ոչ մեկից չձեռք բերում։ Բայց դուրս պիտի մնան շուլերն ու կախարդները, պոռնիկներն ու սպանությունանողները եւ կրապաշտներն ու այն ամենը, որ ստություն կսիրեն ու կանեն։ Ես էլ դրսիների մասը բան չեմ ասելու։ Ես Հիսուսս իմ գերեշտակը լրտեցի այս բաները ձեզի վկայելու եկեղեցիների մեջ։ Ես Դավիթի արմատն ու ցերն եմ, նրա առավոտյան պայծառ աստղը, եւ ոգին ու հարսը կասեն արի, եւ նա որ կլսի թող ասի արի, ու այն որ ծառավ է թող գա եւ այն որ կուզի կենար ջուրը թող ծերի առնի։ Ստեղ մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, 17 համարը։ Ոգին ու հարսը կասեն արի։ Ոգին բոլորս հասկանում, մեծ հատանար, Աստծո ոգին։ Այսօր եկեղեցու մեջ Աստծո ոգին կասի, յուրաքանչյուրիս մեջ Աստծո ոգին կա։
Եվ Հիսուս որ ասում է գալիս է, Աստծո հոգին արձագանքում արի։ Երանի նրան, ով Աստծո հոգու հետ այնքան միաբանտ է, որ ինքն էլ կասի արի։ Ժողովուրդ, ես մարդ եմ տեսել, հոգևոր, հավատացյալ, բայց այնպիսի վիճակի մեջ ասում Տեր հիմա մի արել, ինքը կիսատ բաներ ունի, դրան չլուծված հարցեր ունի։ Այսինքն ինքը հոգու հետ դեռ համահունչ չի, բայց ինչքան ոչ համահունչ մնանք, հոգին ասում արի, և Հիսուս առաջատ հոգուն անստել։ Երանի նրանց ովքեր հոգու հետ մեկ լինեն։ Ինչպես հոգին սպասում, այնպես է մեր անձերը սպասել, մեր մարդկային հոգիները սպասել։ Երկրի վրա որևէ մի բան չլինի, որ մեզ մեր միտքը շեշտեր Աստծո, հելից հետո չգիտեմ ով ինչ կասի, մի բան չլինի, որ մեզ խանգարի կամ ավելի թանկ դրական չեն կարող լուծել, հանձնվի հոգին ինքը լուծի, հանձնվի Աստծուն ինքը լուծի, ինքը անլուծելի հարց չի թողի։ Ամեն։ Ամեն։ Ես կվկայեմ ամեն մեկին, որ այս գետի մարգարեության խոսքերը կլսի, եթե մեկը սրանցնա մի բան ավելացնի, Աստվածը նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք այս գետի մեջ գրված են։ Եվ եթե մեկը այս մարգարեության գետի խոսքերից մի բան պակասեցնի, Աստվածը նրա բաժինը պիտի պակասեցնի Զանջի գետից և Սուրբ քաղաքից, որ այս գետի մեջ գրված են։ Այսքան վերաբերել, ուրեմն երկու համար եմ դուրս բերել, օրինաց, երկրորդ օրինաց 4-ի 2 և 12-32։ Իմ խոսքերի վրա չավելացնես և չպակասեցնես։ Առակաց 30:6 համար։ Նրա խոսքերի վրա չավելացնես, որ քեզ չհանդիմանի ու դու ստախոս երևաս։ Ես մի անգամ մի հատ YouTube-ով բան նայեցի, մեկը կլինիկական մահ է տարել, հետո պատմում է, ուրեմն այդ մարդը, որ կլինիկական մահ որ ասում, արդեն դեռ Հիսուսի հետ է, արդեն Հիսուսի հետ է, Հիսուսի հետ կանգնած նայում են իր թաղումը։ Բայց թաղում ասած, հələ հողը չեն դնում, իդեր կանգնած մարդիկ մահա խոսական են ասում։ Եվ այդ խոսողը այնպիսի բաներ ասում, որը այդքան էլ ճիշտ չի, ասում Հիսուսն ասացնես ինչ ասում։ Քո համար բան ասում, որ ճիշտ չի, դու հետ չես։ Այսինքն մենք պատահում բաներ ենք ասում, որը ճիշտ չի։ Բաներ ենք ասում, որը չի համակրել։ Բաներ ենք ասում, որը ավելա կամ պատասխան։ Եվ հետո Աստված ամաչեցիներ ասում։ Բայց ուզում եմ ավելի պարզ բաներ ասեմ, որ հասկանալի։ Որ ասում չհավելացնեք և չպակասեցնեք։ Օրինակ, մենք բոլորս լավ գիտենք։ Տեղ կա, որ ասում մինչև մոմ չվարես, Աստված քեզ չի լսի։ Բայց ամբողջ Աստվածաշունչում մեջ նման բան չկա։ Ես հստակ ասում եմ, ավելացրած։ Մարդկանց կողմից ավելացրած։ Ես վերջերս մեկի մասին լսեցի, տղեն հիվանդ է եղել, և այնտեղ սարի վրա մի հատ վանք է եղել, ասել է, դի ոտաբոբիկ գնա, ասել, վերջիմ ասում է, ծունկի վրա քալինի, մտես վանքը, դու այդ համար խնդրես։ Տենց էլ արելա, բայց տղեն տենց էլ չի վերջում, և ինքը խրով էլ աստուց։ Բայց եթե ավելացրած է, ոչ մտեղ չկա գրած, որ ծունկի վրա գնա վան սարի գլխի վանքը։ Ուրեմն ցավոք ոմանք ավելացնում։ Ես ես երկուսը որպես օրինակ ասի, կարծում շատ կան դեպքեր, շատ կան բաներ, որ մարդիկ ավելացնում։ Ես հիշում մեկը պատմել էր, որ ասում մի հատ ամանի դրա, ասել են արդյունքով դες ամանը լսնես, որ կրկնես։ Հիմա պակասացնել է ասում։ Հիմա պակասացնել է ասում։ Դեպք եմ լսել։ Մարդը գնացել է քահանայի մոտ, որ մի կրկնի։ Քահանան ոչ մի ապաշխարության խոսք չի ասում, օգուս դեպք է 5 ռուբլի, դուր պրծով է, այսինքն, այսքան փող դուր, մեր ջուրիսն եմ գլխի վերջ, ոչ մի ապաշխարության խոսք, ոչ մի ապաշխարություն, ես էլ պակասացել է։
Բայց ամբողջ աստվածաշունչը լեցված է ապաշխարության հրավերով։ Առանց ապաշխարության բերություն չկա։ Բայց այդ մարդիկ ապաշխարություն դնեն իր քահանայի ողջ վերջ։ Աստված ասում է չավելացնեք եւ չպակասեցնեք։ Այս բացատրությունը ուրիշ բան է, բայց եթե ավելացնենք ու պակասացնենք, մենք ասում եմ բաներ կավելանան, հետանգում բաներ կպակասեն։ Այսինքն վատ բաներ կավելանան, հարվածներ կավելանան եւ բաժին կպակասեն։ Այս բաների վկայություն տվողը ասում է. այո, շուտով կգամ ես։ Ամեն արի Տեր Հիսուս, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամեն։ Եվ երանի նրան, ով Հիսուսին տեսավ ապստան։ Եվ մի անգամ մի տեղ խոսալուց այսպիսի բանի եզրահանգման եկավ։ Հիսուսին որ ասեցին, մեզ աղոթեր սովորեցրա, Հիսուսը հայրերը սովորեցրեց։ Բայց մի եղբայր ասում էր, որ բայց հիմիկվա մեր աղոթքը հայրերը պիչի։ Հիմիկվա մեր աղոթքը այս լինի։ Ամեն արի Տեր Հիսուս։ Հարսը, արդեն որ հարսը պատրաստ է, պիտի կանչի տեսայի, ոչ թե հայրերը ասը։ Հայրերը նորմալ ու շատ լավ աղոթքը, հայրերի դեպքում ոչ ոք չի կարող անասել։ Բայց հայրերի ժամանակը եւ արդեն նրան ընդունելու ժամանակը տարբեր է։ Հայրերի ժամանակը այնքան է, որ մենք նոր ենք սկսում։ Բայց մեր արդեն նրան հանդիպելու ժամանակը է սա։ Ամեն արի Տեր Հիսուս։ Եթե եկեղեցին հիմա չի սպասում Հիսուսին, եկեղեցին նորմալ միջակայքի մեջ չի։ Ամեն ասում եք։ Եթե մոտեցել է, ասենք Պեսախ հարսը, պատրաստեն ամուսնան։ Եթե մոտեցել է հարսանիքի օրը եւ հարսը պատրաստ չի կարող ասի արի ինձ տար։ Ուրեմն հարսի վիճակը նորմալ չի։ Ճիշտ է նա հարսը պատրաստ է։ Հա եթե հեռու է հարսանիքի օրը ուրիշ բան, բայց եթե հարսանիքի օրը արդեն շատ մոտեցել է եւ ինքը դեռ պատրաստ չի, բան չունեմ ասելու, բայց հաստատ նորմալ չի։ Հիմա, սիրելի հարս, այսօրվա մեր սրտի խոսք ես լինի, արի Տեր Հիսուս։ Հարսը պատրաստ է շուտով երկրորդ Տեր։ Աստծո զորություն, ես վերջացրի։